Սոցիալական ծրագրերի միջոցով Հայաստան համահայկական հիմնադրամը ձեռք է մեկնել բազմաթիվ կարիքավոր ընտանիքների, բարելավելով նրանց կյանքի որակը բոլոր առումներով։ Հիմնադրամը կարիքավոր ընտանիքների աջակցության ճանապարհին տրամադրել է սոցիալական, իրավական և հոգեբանական ծառայություններ, հասարակությունում առողջ և հավասար հարաբերությունները կայունացնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ձեր նվիրատվությունները կարող եք փոխանցել այցելելով հիմնադրամի կայք Edge, հիմնադրամ.org, որտեղ դուք կարող եք կատարել արագ եւ անվտանգ առցանց նվիրատվություն։ Կայք Edge-ի դրամահավաք հարթակում Donate հիմնադրամ.org ներկայացված են Հայաստան համահայկական հիմնադրամի 2025 թվականի համար նախանշված հիմնական ծրագրերը։ Նոր ծրագրերով պարբերաբար թարմացվող հարթակը ձեզ մեր նվիրատուներին հնարավորություն կտա հանգանակությունների համար ընտրել իրենց համար նախընտրելի ծրագրերը, հանգանակել և հետևել իրենց նվիրաբերած գումարների հոսքին և ընթացքին։ Միանգամյա և պարբերական նվիրատվություններ կատարելու համար այցելեք դրամահավաքների հարթակ հիմնադրամ.org Donate ծանոթանալով պարտադիր կետերին և պայմաններին։ Լրացրեք ձեր անուն, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, ընտրեք նվիրաբերության պարբերականությունը, արժույթը, գումարի չափը, սեղմեք համաձայն եմ օգտագործման պայմաններին, իսկ եթե ցանկանում եք մնալ անանուն, սեղմեք այս կոճակը։ Միևնույն ժամանակ նվիրատվություն կարող եք կատարել մոտենալով ցանկացած բանկ և ներկայացնելով հիմնադրամի կենտրոնական բանկի հաշվեհամարը կամ առցանց հարթակում տարբեր արժույթներով HiPost-ի ցանկացած բաժանմունքում Երևանում և մարզերում, ինչպես նաև Telcel և EasyPay համակարգերով, 8000 կարգ-համարին ուղարկել ձեր անունը, նվիրաբերել 1000 դրամ կամ պարզապես այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի գրասենյակ կանխիկ նվիրատվություն կատարելու համար։ Հարցերի դեպքում զանգահարեք 096 86 95 96 հեռախոսահամարին։ Շնորհակալություն քեզ համար Հայաստան հեռուստամարաթոնին մասնակցելու և նվիրատվություն կատարելու համար։ Ես միշտ երազել եմ, որ աշխատեմ հենց իմ մասնագիտությամբ, քանի որ Արցախում չէի աշխատում իմ մասնագիտությամբ, այստեղ ես հիմա աշխատում եմ իմ մասնագիտությամբ։ Հայաստան համահայկական հիմնադրամը World Vision-ի հետ համատեղ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված ընտանիքներին։ Ծրագրի մեկնարկից մինչ այժմ սոցիալ-հոգեբանական աջակցությունից օգտվել են շուրջ 300 մեծահասակներ, ովքեր այստեղ հաճախում են ինքնօգնության խմբերի, այստեղ փորձում են հաղթահարել իրենց սթրեսը, լարվածությունը, որոշակի հմտություններ են ձեռք բերում։ Միևնույն ժամանակ եւ արցախցիների հետ եմ աշխատում եւ տեղացիների հետ եմ աշխատում։ Արցախցիների հետ ինքնօգնության խումբ ենք ձևավորել եւ այդպես ինքնօգնության խմբում ենք աշխատում։ Այդ խումբը օգնում է միևնույն ժամանակ ինքս ինձ նույնպես հաղթահարել այդ անցած ուղին, անցած ճանապարհը։ Թալին, Ապարան, Իջևան, Նոեմբերյան և Սիսիան համայնքներում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ինչն է միավորում այդ բանին, որ ցավը մենք չենք ճանաչում իրանց, թեկուզ Արցախից են իրանք եւ մենք, բայց չենք ճանաչում։ Ուղղակի այդ ցավը ոնց որ ավելի է մեզ մտերմացնում, ավելի է օգնում, իրանք հավեսով են գալիս, մեծ սիրով են այցելում մեզ ու միասին հատուկ հոգեբանական տեխնիկաներով, արտ-թերապևտիկ մեթոդներով ինքնարտահայտման, ինքնավելուծության, ինքնագնահատականի բարձրացման, վախերի հաղթահարման, տագնապների հաղթահարման տեխնիկաներով փորձում ենք վերհանել այդ ամեն ինչը մեր միջից եւ ծնողները իրանք իրենց միջից են հանում եւ միևնույն ժամանակ ինքս ալ օգնում եմ միևնույն ժամանակ ինձ։ Իսկ երեխաները հաճախում են World Vision Հայաստանի ցերեկային կենտրոններ, որտեղ հոգեբաններն ու խմբավարները նրանց հետ աշխատում են օգնելով հաղթահարել տեղահանման հետևանքով վերապրած սթրեսն ու վախերը։ Սեպտեմբերից մեկնարկել են Impact ակումբները, որին մասնակցում են 12 տարեկանից բարձր տարիքի երեխաները։ Ակումբավարների ղեկավարությամբ երեխաները փորձում են գնահատել հյուրընկալ համայնքի ուժեղ եւ թույլ կողմերը։ Փորձում են ծրագիր մշակել, որը կկարողանան իրականացնել համայնքում դերակատարներ եւ որոշում կայացնողների հետ։ Ինչպես նաեւ նպաստում են հյուրընկալ համայնքներում նրանց սոցիալական ինտեգրմանը։ Հունվար ամսից մեկնարկեցին մեր երեխայակենտրոն միջավայր մոդուլով խմբակները։ Խմբակներ հաճախել են շուրջ 215 երեխաներ։ Այս մոդուլը իրենից ենթադրում է, որ երեխաները պետք է ավելի արագ ինտեգրվեն հյուրընկալ համայնքներում։
Նրանք պետք է հաղթահարեն այն իրավիճակը, այն սթրեսը, որ ձեռք են բերել տեղահանման արդյունքում, եւ դա իրենց մոտ բարեբախտաբար ստացվել է։ Բայց ծրագրի ամենավառ ամիսը դա հուլիսն էր, երբ որ 240 երեխաներ, արցախցիներ մեկնեցին ամառային ճամբար։ 7-օրյա հանգիստը Զեփյուռ ամառային ճամբարում շատ մեծ էմոցիաներ եւ վառ հիշողություններ նրանց պարգևեցին։ Ամառային ճամբարի օրերը հագեցած էին զարգացնող, կրթական եւ ժամանցային ծրագրերով։ Հայաստան համահայկական հիմնադրամը երջանկության ճանապարհ հասարակական կազմակերպության հետ համատեղ Էջմիածին քաղաքում 2020 թվականի հունիսից մեկնարկել է 18-ից 65 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպման կենտրոնի ստեղծման ծրագիրը։ Երջանկության ճանապարհ ցերեկային խնամքի կենտրոնում առօրյան հագեցած է տարատեսակ ուսուցողական ծրագրերով։ Սովորում են ձեռագործություն, խոհարարական հմտություններ։ Կենտրոնի 22 շահառուները ստանում են 3 անգամյա սնունդ։ Երջանկության ճանապարհ կենտրոնի շահառուները սիրով ներգրավում են աշխատանքներում եւ բարձր պատասխանատվությամբ կատարում իրենց վստահվածը։ Ի դեպ, տեղում առօրյա սնունդը նրանք հաճախ պատրաստում են հենց իրենց կողմից մշակած բերք ու բարիքով, իսկ մի մասն էլ պահածոյացնում են ձմռան համար, որը ոչ միայն օգտագործում են խնամքի կենտրոնում, այլև տրամադրվում է շահառուներին ընտանիքի հոգսը թեթևացնելու նպատակով։ Իրենց մշակած բերքի մի մասն էլ հենց իրենք են վաճառում բացօթյա շուկայում։ Այս տարի երկրորդ փուլով ցերեկային խնամքի կենտրոնը ընդլայնվել է, որտեղ գործում են նաև կարի եւ հացի արտադրամասեր, պատրաստված շահառուների ձեռքով։ Առաջիկայում կլինի նաև խմորեղենի լայն տեսականի։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ կանանց աջակցման կենտրոնի համատեղ ծրագիրը երկար տարիներ է ինչ ձեռք է մեկնում բռնության ենթարկված կանանց եւ երեխաների։ Այն ընտանեկան բռնության դեմ պայքարի եզակի կառույցներից է Հայաստանում։ Կենտրոնը տրամադրում է սոցիալական, իրավական եւ հոգեբանական համապարփակ ծառայություններ։ Նպատակը ընտանիքում առողջ եւ հավասար հարաբերությունների խթանումն է։ Ծրագրի իրականացման առաջին իսկ օրվանից կանանց աջակցման կենտրոնի ճգնաժամային կենտրոնն աջակցել է 3813 կնոջ եւ 821 երեխայի, որոնք բնակվել են ապաստարաններում։ Հարգելի հեռուստադիտող, այժմ զրուցելու ենք World Vision-ի Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված բնակչության սոցիալ-հոգեբանական կայունության բարելավում ծրագրի համակարգող Վերժինե Մկրտչյանի հետ։ Տիկին Մկրտչյան, ասացեք, խնդրեմ, ինչ ծրագիր եք իրականացնում Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ։ Շատ լավ, ինչպես ձեր խոսքում արդեն նշեցիք, սոցիալ-հոգեբանական աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Ծրագիրը սկսեցինք 2023 թվականի դեկտեմբեր ամսից։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 3 մարզերում, համապատասխանաբար Սիսիան, Թալին, Ապարան, Իջևան եւ Նոյեմբերյան խոշորացված համայնքներում։ Ծրագիրը նախատեսված է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Մեծահասակները հաճախում են հոգեբանի ինքնօգնության խմբերին, ինչպես նաև անհատական հոգեբանական աջակցություն են ստանում։ Իսկ երեխաներին օգնում ենք երեխայակենտրոն միջավայր մոդուլով իրականացվող այդ խմբակներում, որոնք հատուկ նախատեսված են տեղահանված երեխաների հետ աշխատանքի համար։ Երեխաներն այստեղ նոր ընկերներ են ձեռք բերում, նրանց օգնում ենք արագ ինտեգրվել հյուրընկալ համայնքներում։ Իսկ ամենօրյա շփման մեջ երեխաների հետ ինչպիսի առաջընթաց եք գրանցում։ Ծրագրի արդյունավետությունը բավականին բարձր է, քանի որ երեխաները երբ որ նոր էին տեղափոխվել, նրանց մոտ շատ էին վախերը, ստրեսը, որը կապված էր հենց այդ տեղահանման process-ի հետ, իսկ հիմա երեխաներն ավելի հանգիստ են։ Նրանք ինտեգրվել են արդեն հյուրընկալ համայնքներում եւ կարողանում են իրենց ներկան եւ ապագան պատկերացնել արդեն այստեղ։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն է։ Տիկին Գևորգյան, ողջույն։
Ողջույն։ Ձեր կառույցը Հայաստանում եզակի կառույցներից է, որը պայքարում է բռնության դեմ եւ այս տարիների ընթացքում բավականին շատ ծրագրեր եք իրականացրել համահայկական հիմնադրամի հետ համատեղ։ Այս ծրագրերի արդյունավետության մասին խոսենք։ Արդեն շուրջ 5 տարի է համագործակցում ենք համահայկական հիմնադրամի հետ եւ մեր կենտրոնը տարեկան 1200 շահառու է աջակցում, որոնց 300-ը աջակցություն են ստանում գաղտնի կացարանում։ Կենտրոնը ունի իրավաբանական, հոգեբանական, սոցիալական անվճար ծառայություններ բռնության ենթարկված կանանց եւ երեխաների համար եւ այն կանանց եւ երեխաներին, ում կյանքին վտանգ է սպառնում, արդեն օգտվում են գաղտնի կացարանից։ Բոլոր ծառայությունները անվճար են եւ շատ կարեւոր են, որովհետև բռնության ենթարկված կանայք, ինչպես գիտենք, մնում են միայնակ իրենց հոգսերի հետ եւ չկա որևէ համակարգ, որը կաջակցի։ Կենտրոնի միակ նպատակը ծառայություն մատուցելը չէ, այլ ծառայությունների միջոցով փորձում է քաղաքականություններ մշակել, համակարգը բարելավել եւ իրազեկվածությունը բարձրացնել հասարակության մեջ։ Ամեն տարի շուրջ 20% աճ ենք ունենում, սա վկայում է ոչ թե նրա մասին, որ բռնությունն է շատանում, այլ այն, որ իրազեկվածությունը բարձրացել է։ Բացահայտված դեպքերն են, այո, եւ կանայք ի շնորհիվ աջակցության մենակ չեն լինում եւ իրավապահ համակարգում, եւ դատարաններում, եւ բուժհաստատություններում, եւ սոցիալական աջակցություն միայն չի նշանակում նյութական աջակցություն, այլ սոցիալական աջակցությունն է վերականգնել իրենց ինքնավստահությունը։ Խոսենք նաեւ նման սոցիալական աջակցության կարևորության մասին։ Գիտեք, Հայաստանում, այո, ինչպես նաև ամբողջ աշխարհում նման սոցիալական աջակցությունները շատ կարևոր են, որովհետև սրանք այն միջոցներն են, որոնք հասանելի են կանանց եւ կանայք բռնության ենթարկվելով իրենք գիտեն որտեղ գնան, ինչպես դիմեն եւ ինչպես վերականգնվեն։ Սա վերաբերում է նաեւ երեխաներին։ Սա վերաբերվում է նաեւ երեխաներին, երբ որ ասում ենք կանայք, մենք հասկանում ենք արդեն երեխաների իրենց հետ։ Երեխաները, այո, բազմաթիվ խնդիրներ ունենք, որովհետև ականատես երեխաները իրենք արդեն ունեն հոգեբանական խնդիրներ, վարքային խնդիրներ, ովքեր նույնպես ստանում են հոգեբանի աջակցություն եւ նաեւ տարեկան շուրջ մոտ 300 դեպք մենք ունենք դատարաններում, որտեղ եւ քրեական գործեր են եւ նաեւ երեխաների բնակության հետ կապված խնդիրները։ Կանանց իրազեկվածությունը բավարար է միայն երեխաներին պաշտպանելու համար, թե երեխաները եւս պետք է իրազեկված լինեն։ Ինձ թվում է հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրազեկված լինի բռնության կանխարգելման եւ ապահով միջավայր ստեղծելու համար, որովհետեւ միայն կանանց իրազեկվածությունը բավարար չէ, այլ դպրոցներից սկսած մանկապարտեզներից եւ հասարակության տարբեր մասնագիտություններում պետք է իրազեկ լինեն բռնության մասին, սա միակ միջոցն է կանխարգելու բռնությունը։ Շնորհակալություն զրույցի եւ ձեր տարիների կատարած աշխատանքի համար։ Այժմ ես կզրուցեմ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ հանուն հավասար իրավունքներ հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրած ծրագրի Արցախից բռնի տեղահանված կանանց աշխատանքի խթանում արհեստների ուսուցման միջոցով ծրագրի շահառու Ռուզաննա Հարությունյանի հետ։ Տիկին Ռուզաննա, կպատմեք ինչ եք սովորել ծրագրի շրջանակում։ Ես ինքս մասնագիտությամբ վարսահարդար եմ, նորից հմթանալու եւ վերապատրաստվելու նպատակով դիմել եմ համահայկական հիմնադրամ, ընդգրկվել ծրագրում եւ սովորում եմ վերապատրաստվում նորից վարսահարդարման դասընթացներ եւ շատ գոհ եմ ծրագրից։ Կասեք նաեւ ինչքանով է կարեւոր այսպիսի ծրագրերի իրականացումը։ Այսպիսի ծրագրերը շատ կարեւոր է բոլոր կանանց եւ աղջիկների համար։ Նմանատիպ ծրագրեր պետք է շատ լինեն, որպեսզի բոլոր կանայք եւ աղջիկներ ուսումնասիրեն, սովորեն եւ վերապատրաստվեն։ Շնորհակալություն։